Հիսուս Քրիստոսը Աստված չէ։ Ես էլ կասեի, եթե նա հարություն առաջ չլիներ մեռելներից։ Ես քեզ կապացուցեմ Քրիստոսի հարությունը 1 րոպեից էլ պակաս ժամանակում։ Նախ, երկու կանայք են, որ առաջինը հայտնաբերեցին Հիսուսի դատարկ գերեզմանը։ Եթե սա հորինված պատմություն լիներ, ոչ ոք նրանց չէր օգտագործի որպես վկաներ, որովհետև այդ ժամանակ նույնիսկ կանանց վկայությունը չէր ընդունվում դատարանում։ Երկրորդ, Հիսուսը հայտնվեց ոչ միայն իր 12 աշակերտներին, այլ նաև ավելի քան 500 մարդկանց։ Հարյուրավոր մարդկանց չէր կարող նույն պահին նույն բանը թվալ։ Երրորդ, մինչև իր խաչվելը աշակերտները վախենում էին, թաքնվում էին, հրաժարվում էին նրան ճանաչել, բայց երբ տեսան նրան հարություն առած, այդ նույն մարդիկ գնացին մինչև մահ նրա համար։ Մարդը չի մեռնում ինչ-որ բանի համար, որը գիտի, որ սուտ է։ Նրանք կարող էին ցանկացած պահի հրաժարվել, բայց չարեցին։ Ու նրանք բոլորը մահացել են շատ դաժան կերպով, Թադեոս ու Բարդուխիմեոս առաքյալներին սպանել են հենց Հայաստանում։ Չորրորդ, շատ թերահավատներ դարձան հավատացյալներ։ Նրանցից մեկը Պողոսն էր, նախկինում քրիստոնյաներին հալածում էր նա, ով տեսավ Քրիստոսին ու միանգամից հավատաց նրան։ Եվ վերջում, գերեզմանը իրոք դատարկ էր, ոչ ոք երբեք չգտավ մարմինը, իսկ աշակերտները չէին կարող այն գողացած լինել, որովհետև նրանք ոչինչ չէին շահում դրանից, միայն տառապանք ու մահ։ Եթե դու այսքանից հետո չես հավատում, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, ուրեմն դու ուղղակի չես ուզում հավատալ։ Միացի Էջի նմանատիպ վիդեոների համար։